Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք դրա 3-րդ երգի 8-րդ գլուխը, որտեղ Մայտրեյան ինքը բացատրում է նյութական աշխարհի արարչագործությունը։ Մենք տեսնում ենք, որ արևելցիները իրենք յուրահատուկ մանրամասնություններով են քննարկում արարչագործությունը, ընդ որում քննարկում են եւ նրա ֆիզիկական կառուցվածքի տեսանկյունից եւ նրա ուրեմն հոգեբանական կառուցվածքի տեսանկյունից։ Սա իրականում շատ հետաքրքիր թեմա է, որովհետև մենք այս թեմայի մեջ խորասուզվելով կարողանում ենք հասկանալ, թե արիացիները ընդհանրապես հոգեբանության մասին ինչ պատկերացումներ ունեին։ Ինչու է սա կարևոր։ Սա կարևոր է, այդ կարևորությունը մենք երբեք չպիտի կորցնենք մեր աչքի առաջից, էլի։ Սա կարևոր է, որովհետև կենդանիակները իրենք ուրեմն ունեն երջանկության խնդիր։ Եվ մարդկությունը ինքը իր ամբողջ գոյության ընթացքում փորձում է գտնել երջանկության բանալիներ, որովհետև մարդուն թվում է, որ եթե ինքը լինի օրինակ բարձր խավի ներկայացուցիչ, ապա իր երջանկության խնդիրը կլինի լուծված։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ գոռոզության խնդիրը, այո, իհարկե լինում է լուծված, բայց երջանկության խնդիրը ոչ։ Մարդուն թվում է, որ եթե ինքը լինելով ցածր խավի ներկայացուցիչ ունենա ազատություն, ինքը կլինի երջանիկ։ Իրան հնարավորություն է ընձեռնվում ուրեմն ունենալ ազատություն, բայց այդ ազատությունը նրան երջանկություն միևնույն է չի բերում։ Այսինքն ցանկացած պարագայում մենք տեսնում ենք, որ կենդանիակը ինքը միշտ ձգտում է ինչ-որ մի բան ձեռք բերի եւ ինչու համար, որտեվ համոզված է լինում, որ եթե ինքը դա ձեռք բերի, ինքը կհաստատվի երջանկության մեջ։ Բայց փորձը ցույց է տալիս, որ դա այդպես տեղի չի ունենում։ Այսինքն, եթե նույնիսկ ազնվորությունը ինքը ձեռք է բերում այն ինչի մասին, որ երազել է, դա իրեն երջանիկ չի դարձնում։ Եվ իհարկե մարդկությունը մշտական ուրեմն զբաղված է երջանկության փնտրտուքներով։ Ես չեմ հոգնի ասելուց, որ արիացիները այդ իմաստով շատ հետաքրքիր փորձ ունեցող կայսրություն էին կամ անձնավորություններ էին, չէ, որովհետև իրենք կարողանում էին հիմա այսպես նյութական աշխարհում ինչքան որ դա հնարավոր է լինել երջանիկ։ Իհարկե, նյութական աշխարհում երբեք հնարավոր չի ունենալ 100%-անի երջանկություն։ Ինչու՞։ Որովհետև նյութական աշխարհը դա նախանց կենդանիակների աշխարհ է։ Եվ երբ որ նույնիսկ ազնվորությունը ինքը կարողանում է ձեռք բերել ուրեմն իր երազած երջանկությունը, ինքը միանգամից, հենց որ երջանկություն է ձեռք բերում, առաջացնում է երջանկությունից զուրկ կենդանիակների նախանձը, որոնք իրենք սկսում են անել ամեն ինչ, որպեսզի կարողանան հարամել, որպեսզի կարողանան հարամել, ասենք, դիմացինի երջանկությունը։ Հիմա, սիրելիներս, ուրեմն, եւ այս տեսանկյունից իհարկե մեզ համար շատ հետաքրքիր է, թե արիացիները իրենք ինչպիսի հոգեբանական հիմքեր են տեսնում։ Այսինքն իրականում կրոնական տեսությունը, երբ որ ինքը խոսում է ուրեմն նյութական աշխարհի արարչագործության իմաստի մասին, չէ, ինքը փորձ է կատարում հասկանալ հոգեբանությունը նյութական աշխարհի, չէ, որտեղ եթե հոգեբանությունը հասկացանք, մենք կարողանում ենք ինչ-որ գոնե ինչ-որ միջափով ճիշտ կողմնորոշվել, ինչպես ապրել այս աշխարհում։ Ուրեմն մենք ձեզ հետ տեսանք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը, երբ որ ինքը, այսինքն նախասկզբնական կետը, դա կա միշտ պիտի պահենք սա միշտ մեր ուշադրության կենտրոնում։ Նախասկզբնական կետը դա նա է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը կենդանիակներին տվել է վերաբերվելու, կարծիք կազմելու, ցանկություն ունենալու ազատություն։ Всё։ Եվ սա նշանակում է, որ ինքը երբեք այդ թեմաների մեջ չի խառնվում։
Մենք պիտի հասկանանք, էլի, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը մեր նման չի, որ օրը 7 հատ որոշում ընդունի եւ 7-ն էլ խախտի։ Երբ որ ինքը ինչ-որ մի որոշում է ընդունում, ինքը այդ որոշումները ընդունում է ահավոր մտածված, հասկանում եք։ Եվ երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ազատություն է տվել կենդանեակներին, ինքը այդ ազատությունը իրանց տվել է, որովհետև առանց այդ ազատության հենց իր Գերագույն Աստծո ազնվորության երջանկությունը չէր կարող լինել լիարժեք։ Հա? Այսինքն, ինչի մասին է խոսքը, որ եթե կենդանեակը ինքը ազատություն չունի, ապա դա նշանակում է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը իրեն պետք է պարտադրի ինչ-որ մի տեսակի հարաբերություններ իր հետ։ Երբ որ կա այդպիսի պարտադրանք, չէ, դա արդեն նշանակում է, որ դու ոնց որ գործ ունես ռոբոտի հետ, չէ, օրինակ տեսեք, ասենք, այդ իմաստով շատ նման է, չէ, հանրահայտ այս պահին արդեն հանրահայտ արհեստական բանականությունը, նակ ChatGPT-ն, չէ, ասենք, երբ որ ինչ է կանում, երբ որ մենք նոր վերցնում ենք ChatGPT-ն որպես մեզ համար, ասենք, աջակցող ինչ-որ մի երևույթ, չէ, մենք ինչ ենք լրացնում, մենք սկզբում լրացնում ենք, թե ինչպիսին ենք ուզում, որ ինքը լինի, ու ինքը այդտեղ տարբեր հնարավորություններ ունի, չէ, որպեսզի ինքը լինի ինտելեկտուալ, որպեսզի ինքը լինի սարկազմի հիմքի վրա, որպեսզի ինքը լինի սենտիմենտալ կամ ռոմանտիկ կամ չգիտեմ ինչ, հա, եւ այդ ընտրությունները մենք անում ենք, չէ, հիմա տեսեք, այ որ մենք գիտենք, որ այդ ընտրությունը մենք ենք արել, չէ, որ այդտեղ հնարավոր չի, չէ, որոնցի թվում է ինքը բանական խոսում է, ինչ-որ բաներ, նախադասություններ է կազմում, շատ դեպքերում շատ ավելի գեղեցիկ, քան դա կարող են անել կենդանի մարդիկ, եւ այլն, չէ, բայց միևնույն է, ինչքան էլ ուզում է ինքը բարձր մակարդակի շփում ցույց տա, միևնույն է մենք միշտ հիշում ենք, չէ, որ դա արհեստական է։ Այսինքն, որ այն տրամադրությունները, որը ինքը հիմա ցույց է տալիս, ոչ թե իրանն են, այլ մենք դա ասել ենք եղիր էսպիսինը։ Եվ դրա մեջ արդեն ոչ մի իրականում, այսպես էլի, հաճելի ոչ մի բան չկա։ Հա, հաճելի բան կա մենակ նրանց համար, ովքեր որ շատ հեշտ են ընկնում իլյուզիաների մեջ, այսինքն սենտիմենտալ են։ Եվ ուրեմն Գերագույն Աստծո ազնվորությունը, որպեսզի հոգևոր աշխարհի երանությունը լինի իրական, ինքը պահպանել է իր ազատությունը վերաբերվելու եւ կենդանի էակներին է տվել ազատություն, որ իրենք ուրեմն վերաբերվեն ինչպես ուզում են, չէ՞։ Եվ երբ որ կենդանի էակը ինքը նախանձով է լցվում, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը չի խեղդում կենդանի էակի այդ ցանկությունը։ Ալինքը անմիջապես սկսում է մտածել, հա, թե ինչպես բավարարի կենդանեակի այդ ցանկությունը, որպեսզի կենդանեակը ժամանակի ընթացքում հասկանա, թե ինչքան ուրեմն բաներ, թե ինչքան սխալ էր այդ գաղափարը, հա, որ կարելի է նախանձել ուրիշ կենդանեակների դիրքին։ Հիմա, եւ մենք տեսանք, չէ, որ Գերագույն Աստծո ազնվորությունը այդ մտորումների մեջ ինքը այսպես հերթով հրաժարվում է իր անձնական կյանքից։ Ինչու՞։ Որովհետեւ նրանք, ովքեր որ նախանձել են հենց իրեն, հա, իրենք նախանձել են իր երանությանը, չէ։ Եվ նյութական աշխարհում որպեսզի ինքը հնարավորություն տա կենդանեակներին իրականացնել իրենց այդ նախանձը, չէ, այսինքն ճարակում նախանձ, այ հիմա դու չունես անձնական կյանք, իսկ ես ունեմ։ Եվ դու նախատեսված ես, որպեսզի կատարես իմ ցանկությունները, հա, իսկ ես ազատ եմ ընդհանրապես քեզ ոչ մի բան տեղ չդնեմ։ Հասկանում եք, սա է, չէ՞, իրականում էլի, եթե այսպես լուրջ եք նայում, թե մենք, ասենք, ինչպես ենք վերաբերվում աստվածային գաղափարներին, երբ որ ձևական ենք։ Հիմա, ծերիներս, ուրեմն եւ մենք տեսնում ենք, որ արիացիները հենց այդպես էլ նկարագրում են, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը քայլ առ քայլ զիջեց իր անձնական կյանքը, զիջեց իր երանությունը, մնաց մենակ, հա,
եւ համաձայնվեց կենտրոնացած լինի միայն նախանձների, ուրեմն կարիքների վրա։ Դրանից հետո ինքը արարեց ուրեմն նյութական տարածքը, որտեղ մենք տեսանք, որ ամենագլխավոր սկզբունքը դա նա էր, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը նախատեսեց, որ իրար նմանները ապրելու են նույն ռեգիոններում, բարձր մոլորակներում, միջին մոլորակներում եւ ցածր մոլորակներում, չէ՞։ Սա շատ կարևոր էր։ Հիմա եւ արդեն սկսվեց նյութական աշխարհի հոգեբանական արարչագործությունը։ Հայտնվեց դրա պորտից լոտոս ծաղիկը, մենք խոսեցինք դրա մասին, որ ըստ արիացիների տեսության պորտը դա ուրեմն բարգավաճության բանն է, բարգավաճության կենտրոնն է, հա, եւ ճակրան էլի, եւ սա նշանակում է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը տվեց կենդանիակներին իր հարստության կամ բարգավաճության ռեսուրս, որպեսզի կենդանիակները ոչ մի բանի կարիք չունենան։ Այստեղ մտնում է, չէ՞, թանկարժեք քարերը, մետաղները, չգիտեմ, ինչու մենակ թանկարժեք եւ ոչ կիսաթանկարժեք, չէ՞, այսինքն միներալների կամ միներալների կամնի։ В общем, էլի հայերեն չգիտեմ կներեք, հասկացաք ինչի մասին եմ խոսում, հա։ Ուրեմն մետաղները թանկարժեք եւ ոչ թանկարժեք, չէ՞, այստեղ է մտնում նավթը, այստեղ է մտնում բանը, ածուխը եւ այլն, այսինքն ամեն ինչ որ կենդանիակներին ուրեմն անհրաժեշտ է գալու, որպեսզի իրանք ապրեն բարեկեցիկ եւ ապահովված կյանքով։ Ինչու՞ չէ, նաեւ էսթետիկ տեսանկյունից, որպեսզի կարողանան ստեղծեն գեղեցկություն։ Հիմա, սիրելիներս, չէ՞, եւ դրանից հետո այդ լոտոսի վրա առաջացավ Տեր Բրահման, եւ մենք հենց այդ գաղափարի վրա անցյալ անգամ կանգնեցինք։ Սկզբնականորեն մենք հասցրեցինք քննարկել այն գաղափարը, որ Բրահման ինքը կենդանի էակի նյութական բանականության մարմնավորումն է։ Եվ երկրորդական արարիչը արիացիների կողմից նկարագրվում է, որ երկրորդական արարչագործությունը իրականացնում է հենց Տեր Բրահման, այսինքն կենդանի էակը։ Հա, թե ինչպես է դա տեղի ունենում, մենք շուտով կկարդանք, բայց այս պահին դեռ որ շարունակենք այն տեքստերը, որոնք իրենք, ասենք, մեր հերթական տեքստերը։ Այսօր մեր տեքստը 3-րդ գլուխ, 3-րդ երգ, 8-րդ գլուխ, տեքստ 16։ Մի րոպե, ես գտնեմ նրա հայերեն թարգմանությունը։ Լոտոսի ծաղկի միջից ծնված Բրահման չէր տեսնում իրեն շրջապատող աշխարհը, թեև նստած էր հենց ծաղկի վերին հատվածում։ Այդ պատճառով նա շրջեց ամբողջ տիեզերական տարածքը, աչքերը ուղղելով բոլոր ուղղություններով։ Այդպես նրա մոտ առաջացան 4 գլուխ, որոնք համապատասխանում են աշխարհի 4 կողմերին։ Հա, ուրեմն խնդիր համար առաջին։ Տեր Բրահման, այսինքն նյութական բանականության բանավորումը ունի 4 գլուխ։ Մենք դեռ շատ ենք հանդիպելու արիացիների մոտ, եւ ես կարծում եմ, որ հենց դա է, որ ասենք սովորական, մնացած բոլոր քրոնականությունները իրենք աստվածային թեմաները դիտարկում են երկու տեսակով, չէ՞, մեկը դա նա է, որ կերպարը ինքը անպայման մարդկային է, եւ դա մարդու համար հոգեհարազատ կերպար է։ Եվ երկրորդը դա նա է, որ Աստված եւ նրա ուրեմն բաները, նրա շրջապատը իրանք ունեն մի շատ կարևոր որակ, որն է այդ որակը։ Իրանք կարողանում են թրջել։
ու որովհետև իրանք կարողանում են թռչել, սովորաբար իրենց նկարագրում են թևերով, հա, հիմա, և ասեք այդտեղ ոչ մի այդպիսի բան չկա, արիացիների մոտ մենք տեսնում ենք բազմազան, զանազան, ուրեմն մարդկային կերպարանքներ, իրականում ես կարծում եմ, որ օրինակ գենետիկայի մեջ, չէ, գիտնականները հենց ազգերի դիցաբանությունից են ստացել հուշում, որ կարելի է գենետիկ փորձեր կատարել, չէ, այ օրինակ, հունական դիցաբանությունը ինքը նկարագրում է կենտավրների, չէ, կամ նկարագրում է, ասենք, կնոջ ու մազերը օձերից էին բաղկացած, կամ չգիտեմ, եւ այլն, այսինքն ինչ որ այնպիսի էակներ են բանանում, չէ, որը խառնորդ է։ Եվ այո, իհարկե, եղել են այնպիսի խելամիտ գիտնականներ իրանք շատ խելոք մարդիկ են, չէ, եղել են այդպիսի գիտնականներ, որոնք իրենք հարց են տվել իրանք իրենց։ Սա ինչի մասին են ընդհանրապես խոսում այս հին քաղաքակրթությունների մարդիկ։ Իրանք խոսում են նրա մասին, որ մի կյանքի ձևը խառնած է եղել մյուսին։ Ինչի հաշվին, ինչու հիմա այդպիսի բաներ չկան, չէ, և գիտնականները գնացել են այդ ուղղությամբ, ուսումնասիրել են մարդկային մարմինը և ոչ միայն մարդկայինը, չէ, գտել են DNK-ները, գտել են ահռելի աշխատանք է արվել, ահռելի, հասկանում եք, չի կարելի արժեզրկել, էլի, ասենք, այդ մասշտաբը, թե գիտնականները իրանք ինչ կարգի աշխատանքներ են վարել մինչև այսօր և ինչ կարգի աշխատանքներ են վարում հենց հիմա, հենց այս պահին։ Իհարկե, այդ աշխատանքների մի զգալի մասը դա մարդկությանը վնաս տվող, ուրեմն պրոցեսներ են, բայց գիտնականի մտածելակերպ ունեցող մարդկանց հնարավոր չի, հասկանում եք, հնարավոր չի կանգնեցնել այդպիսի անձնավորությունների կյանքը կամ աշխարհը հետազոտելու ցանկությունը։ Եվ ինչքան էլ ուզում է այդ հետազոտությունները լինեն վտանգավոր մարդկության և ընդհանրապես բնության, այս աշխարհի գոյության համար, միևնույն է, գիտնականները արել են դա և անելու են։ Ես մի անգամ REN-TV ալիքով, այնտեղ շատ են ցույց տալիս էլի, այդպես գիտատեխնիկական ֆիլմեր, հա, այդպիսի մի դոկումենտալ ֆիլմ էին նայում, որտեղ գիտնականները այսպես կլոր սեղանի շուրջ զրուցում էին ժամանակակից գիտության բանի համար։ Իրենք շատ անկեղծ, ուրեմն քննարկում էին այն բոլոր վնասները, որը տալիս է գիտատեխնիկական զարգացումը մոլորակին, չէ՞։ Բայց վերջի խոսքը, երբ որ իրենք արդեն եկան այդտեղ, որ ամփոփեն այդ ամենը, չէ՞, իրանք մի շատ հետաքրքիր գաղափար առաջ քաշեցին։ Իրանք ասեցին, և ինչ էլ ուզում է լինի, գիտությունը կանգնացնել հնարավոր չէ։ Եվ սա իրականություն է։ Եվ հիմա տեսեք, ասենք, չէ, այդ բոլոր հետազոտությունների տեսանկյունից իրենք կարողացան շատ մեծ արդյունքների հասնել, ճիշտ ասած, ես համոզմունք ունեմ այս պահին, կարող եմ թողնել այդ ալտերնատիվ մտածելակերպ ունեցող մարդկանց տպավորություն, բայց ունեմ այդպիսի համոզմունք և չեմ պատրաստվում թաքցնել, ես ունեմ այնպիսի համոզմունք, որ գենետիկայի դաշտում այդ խառնուրդներ, մուտացիաներ ստանալու տեսանկյունից գիտնականները իրենք շատ վաղուց դադարել են մարդկությանը տեղեկացնել, թե իրանք ընդհանրապես ինչով են զբաղված կամ այդտեղ ինչ արդյունքներ ունեն։ Հասկանում եք, ես դրանում վստահ եմ։ Հիմա, սիրելիներս, և տեսեք, ասեք, չէ, հիմա մենք հանդիպում ենք առաջի կենդանի էակը և առաջի տարօրինակ մարմինը։ Թեկուզ մենք արդեն մի տարօրինակ մարմնի հետ հանդիպել ենք, որովհետև իրականում մենք դες հետ չենք քննարկել, թե քննարկել ենք, կներեք,
երբ որ գերհոգուն էինք քննարկում, չէ, մենք քննարկել ենք, որ արիացիները իրենք Գերագույն Աստծո ազնվորությանը հատկապես այն իրաձևերին, որոնք իրանք կապ ունեն նյութական աշխարհի հետ, շատ հաճախ նկարագրում են որպես 4 ձեռքանի։ Իսկ 1 եւ ավելի։ Ուրեմն, այստեղ մենք կանգնելու ենք մի շատ կարևոր խնդրի առաջ, որ կամ մենք մտածելու ենք, որ սա սիմվոլ է ուղղակի, որը ասենք, եւ այդ սիմվոլը ինքը պետք է ճիշտ հասկացվի, չէ՞, կամ մենք պետք է հասկանանք, որ բան է, ասեք, որ ուրեմն սա իրականում սիմվոլներ չեն, այլ ռեալ, ռեալ Տեր Բրահման ինքը ուներ 4 գլուխ։ Ինչու հետ է սա կապված։ Ուրեմն արիացիների գաղափարախոսությունը ինքը խոսում է այս տեսանկյունից, որ ամեն մի մարմին, ինքը համապատասխանում է այդ կենդանի էակի տաղանդներին կամ հնարավորություններին։ Հիմա Տեր Բրահման ինքը նկարագրվեց որպես, տեսեք, որ ինքը սկզբում հայտնվեց մի գլխով։ Հիմա ինքը չի կարողանում հասկանա, այս որտեղ է ինքը հայտնվել։ Եվ հիմա այդ խնդիրը ունի, որ գիտակցի, թե ինքը որտեղ է։ Այսինքն սա կենդանեակը, ինքը կորցրեց իր հոգևոր գիտակցությունը, այդ հոգևոր գիտակցությունը կորցնելուց հետո Գերագույն Աստծո ազնվորությունը իրան ինչ արեց, չէ՞, հիմա իրան պոկեցին հոգևոր աշխարհից։ Այդ երբ որ իրան պոկում են հոգևոր աշխարհից, իր գիտակցությունը գալիս է այն իմպերսոնալ Բրահմանի մեջ, այսինքն այդ լույսի մեջ է գալիս առաջի հերթին։ Չէ՞։ Անգնելու տեսանկյունից նայենք էլի, ինքը առաջի հերթին գալիս է այդ լույսի մեջ։ Այսինքն իր գիտակցությունը դարձավ 0, մի հատ կետ, բազմազանությունը վերացավ։ Հիմա, իսկ ինչը տեղի ունենում դրանից հետո։ Հիմա դրանից հետո իր գիտակցությունը տեղադրվում է, ինչպես նկարագրվեց եւ դեռ նորից կնկարագրվի, տեղադրվում է այսպես կոչված մահատատվայի մեջ, այսինքն բացարձակ մթի մեջ, որպես այդ նախնական նյութի մեջ, որտեղ այդ նյութը ինքը միատարր է դեռ։ Հասկանում եք, այդ պլաստիլինի նման մենք խոսել ենք դրա մասին։ Չէ, պլաստիլինի պես մտավ այդ դարձավ այդ պլաստիլինի մի հատ մոլեկուլա։ Հիմա այդ դրանից հետո նոր կախված նրանից, թե ինչ գիտակցությամբ կպավ այդ պլաստիլինին, այդ պլաստիլինը ինքը ունի իր հատկությունը, որ ինչ գիտակցությամբ իրան կպնում ես, այդպիսի ֆորմա ինքը քեզ այդ քո գիտակցությունը մտցնում է այդպիսի ֆորմայի մեջ եւ ուղարկում արդեն նյութական բազմազանություն։ Տեխնիկապես արիացիները այսպես են նկարագրում նյութական աշխարհի արարչագործությունը։ Եվ հիմա տեսեք այդ Տեր Բրահման, որպես կենդանի էակ, ինքը ուրեմն անցած է, այդ բաներով անցած է։ Հիմա ինքը հայտնվեց լոտոսի մեջ, առաջի ծնունդն ենք նայում կենդանի էակի։ Արդեն ունի նյութական բանականություն, այսինքն բանականություն, որը կարող է ընկալել միայն նյութական բազմազանությունը եւ հասկանալ միայն այդ թեման եւ չի հասկանում ինքը որտեղ է եւ ինքը ով է։ Չէ, բայց ինքը նստած է տարածության մեջ։ Եվ այստեղ ասվեց, որ ինքը սկսեց իր գլուխը պտտել այսպես, չէ՞։ Եվ տեսեք, այսինքն ինչ են նկարագրում արիացիները, որ ինքը կարողանում էր իր գլուխը պտտել 360 աստիճան։ Եվ ամեն անգամ, երբ որ ինքը 90 աստիճանով թեքում էր իր գլուխը, այդտեղ մի հատ նոր գլուխ էր հայտնվում, այնտեղ նոր գլուխ էր հայտնվում, այստեղ նոր գլուխ էր հայտնվում, եւ այսպես Տեր Բրահման ինքը դարձավ 4 գլխանի։ Հիմա տեսեք, մենք նախորոք ասում ենք, որ արիացիների կատարմամբ մարմնի վրա ցանկացած մարդու մարմնից դուրս ինչ որ մի հատ անոմալիա, այսպես կոչված, չէ՞,
ինքը խոսում է ինչ-որ մի որակավորման մասին։ Ուրեմն մենք պիտի հիմա հասկանանք, ինչ է մարմնավորում Բրահմայի 4 գլուխները։ Այստեղ Շուկադեվ Մայտրեյան ինքը թվարկեց ընդամենը մի գաղափար, որ այդպես իր 4 գլուխները համապատասխանում էին տարածության 4 կողմերին, այսինքն հյուսիս, հարավ, արևմուտք, արևելք, արևմուտք։ Եվ եկեք փորձենք տեսնենք, թե իսկ ինչի մասին է այստեղ խոսքը։ Ուրեմն Բրահմայի անունը ինքը որպես արմատ ունի բրի բառը։ Բրահ, բրի։ Ինչը նշանակում է ծավալվել, աճել, տարածվել, հա? Այսինքն իր անունը ինքը ցույց է տալիս իրան որպես այդ տիեզերքի մեջ նյութական ֆորմաների տարածումը, որտեղ մենք հիմա կտեսնենք, որ իր մարմնի մեջից սկսում են դուրս գալ տարբեր տեսակի կենդանի էակներ, հա? Այսինքն եւ այդ իր որակի համապատասխան ինքը ունի անուն եւ իր անունն է Բրահմա։ Մենք արդեն կարողացանք հույսով եմ հասկանալ, թե դա ինչի հետ է կապված։ Մի քիչ հետո ավելի մանրամասը կդիտարկենք։ Հիմա 4 գլուխները։ Ուրեմն Բրահմայի 4 գլուխը դա ոչ թե ուղղակի այդպես պատկերավոր, սիմվոլիկ ինչ-որ բան է կամ, չգիտեմ, ես կասեի այսպես էլի, ոչ էլ անատոմիկ էկզոտիկա է, հասկանում եք, սա այն նա է, երբ որ անձնավորության ներքին իմաստը, այսինքն արտաքին մարմինը համապատասխանում է նրա ներքին իմաստին։ Ուրեմն այստեղ խոսքը գնում է 3 երևույթի մասին։ Առաջինը դա գիտակցության 4 ուրեմն ձևերն են։ Երկրորդը դա գիտելիքի 4 ասպեկտներն են։ Եվ երրորդը դա ընկալման 4 ասպեկտներն են։ Եվ հիմա մենք կթվարկենք, թե այդտեղ ընդհանրապես ինչի մասին է խոսքը։ Եթե հիշում եք, ես միշտ ասել եմ, չէ, որ արիացիների սուրբ գրվածքները իրենք ունեն շատ բարդ կառուցվածք։ Այսինքն արիացիները իրենք, տեսեք ասենք, արիացիները իրենք հոգևոր ճանապարհը բաժանում են 4 էտապի։ Արիացիները իրենք հասարակությունը բաժանում են 4 կաստանների։ Արիացիները իրենք մարդու կյանքի փուլերը բաժանում են 4 փուլերի։ Հա? Եվ հիմա մենք մի քանի նոր բաների հետ էլ կծանոթանանք, որոնք իրենք վերաբերվում են ուրեմն այդ 4 թվին։ Երբ որ մենք խոսում ենք արիացիների կրոնականության մասին, չէ, մենք ասում ենք, որ դա կարմա յոգա, գյանա յոգա, դհյանա յոգա, բhakti յոգա, այսինքն գործողությունները կապեցինք Աստծո հետ, արժեքային համակարգը կապեցինք Աստծո հետ, կենտրոնացումը կապեցինք Աստծո հետ, սիրտը, սերը կապեցինք Աստծո հետ։ Այդ առաջի շրջանը, որը ինքը կոչվում է կարմա յոգա, ինքը հետևում է 4 վեդաներին։ Երկրորդը ինքը հետևում է ուպանիշադներին, երրորդը հետևում է ուրեմն Պուրանաներին եւ 4-րդը ինքը հետևում է Բhakti շաստրաներին, որի գլխավոր բանը Բhagavatam-ն է։ Այն ինչ որ մենք հիմա ձեզ հետ ուսումնասիրում ենք, այս գրվածքը ինքը վերջնականում նախատեսված է Աստծո հանդեպ սերը ուրեմն վերականգնելու գործընթացին, հա? Հիմա տեսեք սիրելիներս։ Այդ առաջի էտապը ինքը բաղկացած է 4 վեդաներից։ 4 վեդաներն են Ռիկ վեդան, Յաջուր վեդան, Սամա վեդան եւ Աթարվա վեդան, հա? Հիմա ինչ վերաբերվում է ուրեմն Ռիկ վեդային, չէ՞, դրանք ուրեմն բաներն են, ասեք, այդտեղ նկարագրվում են, հա?
բաները զոհագործության արվեստը, հա, այսինքն որ կիսաստված, ինքը ինչի համար է նախատեսված, այդ նախատեսվածության մեջ, ասենք, իրանցից ամեն մեկը ինչ բանով է, ասենք, ինչ կերպով են իրան երկրպագում, չէ, այդտեղ տրված են բոլոր այն մանդրանները, որոնց արտասանելու միջոցով կանչում են կիսաստվածներին և Աստծուն, չէ, ուրեմն մենք այստեղ կարողանում ենք հասկանալ, որ սա Ռիգ Վեդան է, այսինքն զոհագործությունների բանը, հիմա Յաջուր Վեդան, այսինքն Ռիգ Վեդան ինքը տալիս է զոհագործությունների այդ, թե ինչպիսի բաներ էլի, ինչպիսի մանդրաներով են կանչվում աստվածները։ Յաջուր Վեդան ինքը նկարագրում է արդեն այ պրակտիկան, այսինքն ինչպես կազմակերպել զոհագործությունը, հա, որ ալտարը ինքը որ ուղղության մեջ պիտի դրված լինի, դեմքով դեպի ուր, մեջքով դեպի ուր, ինչպիսի արտեֆակտներ են պետք այդ զոհագործությունը կատարելու համար, չէ, ինչ հերթականություն եւ այլն եւ այլն։ Սամավեդան դրանք բանն է, երաժշտական վիբրացիաներն են, հա, որովհետեւ բանը, թե ինչպես պետք է երգել այդ մանտրաները, հա, եւ Աթարվա Վեդան ինքը արդեն ուրեմն գաղտնի գիտելիք է, այնտեղ նկարագրված են պաշտպանողական մանտրաները եւ Աթարվա Վեդան դա իրականում ներկայացնում է բանը, ասենք, արիացիների էզոտերիկան, հա, մենք դեսեց ես շատ եմ խոսել նրա մասին, որ արիացիները իրենք այ գիտությունը, էզոտերիկան, այսինքն մագիան, գիտությունը, էզոտերիկան եւ հոգեվորը դա մի տեղ էր, դա մի երևույթ էր։ Հետագայում, երբ որ խնդիր կար հոգեվոր դաշտը, այստեղ ես ուրիշ բառ չեմ գտնում, այդ բառն եմ օգտագործելու, երբ որ խնդիր կար հոգեվոր դաշտը թուլացնելու, հա, հոգեվոր դաշտից անջատեցին գիտելիքը եւ մագիան։ Եվ վերջ, այդտեղ հոգևոր դաշտը ինքը ահավոր թուլացավ և դարձավ սենտիմենտալության, ուրեմն այդ, որ և հոգևոր մարդիկ իրանք սկսեցին կոչել հավատացյալներ, այսինքն սենտիմենտալիստներ, որոնք իրենք հավատում են, որ կա մի բան, որը ոչ մեկ չի տեսել։ Արիացիները իրենք խորը հոգևոր մարդիկ էին, հատկապես նրանց բրահմանները, բայց բրահմանները իրենք միևնույն է ունեին Աթարվա Վեդա, այսինքն այդ, որ ինչպես կարելի է բանանել, սопротивляться, դիմադրել, հա, ինչպես կարելի է դիմադրել մագիային, որովհետև իրականում, չէ, ասենք, այդպես, պայմանականորեն ասած սև ուժերը, իրենք մագիայից շատ ինտենսիվ օգտվում են, հա, հիմա, ուրեմն, և առաջի հերթին ասվում է, չէ, որ Բրահմայի 4 գլուխները, դրանք 4 վեդաներն էին, այսինքն, ամենաառաջինը, այն ունակությունը, որը տրվեց նյութական բանականությանը, դա զոհագործությունները ճիշտ կատարելն է, այսինքն ցանկությունները կատարելու անվտանգ ձևն է, և այդ վերջինը Աթարվա Վեդան պաշտպանիչը, չէ, և նյութական աշխարհում նախանձներից պաշտպանվելու արվեստը։ Հասկանում եք, չէ, հիմա երկրորդ հերթին Բրահմայի 4 գլուխները իրենք նկարագրում են որպես 4 դարաշրջանի մարմնավորումներ, չէ, այսինքն դրանք ոսկե դարաշրջան, արծաթե դարաշրջան, բրոնզե դարաշրջան և աստվածաբերժերի դարաշրջան։ Եթե մենք սանսկրիտ լեզվով, եթե ձեզ հետաքրքիր է
բանանենք, ուրեմն սանսկրիտ լեզվով դրանք կոչվում են Կրիտա, Տրետա, Դվապարա, Կալի յուգաներ։ Հա? Սրանք արարչագործության ցիկլերն են, հա? Որոնց իրականում հետևում է Գերագույն Աստծո անձնավորությունը եւ հենց ինքն էլ կոորդինացիա է անում, այսինքն արարիչը։ Մենք դες հետ խոսել ենք 4 դարաշրջանների մասին եւ տեսեք այստեղ նույնպես դրված է նույն հիմքը իրար նմանները իրար հետ, այսինքն ֆիզիկապես իրար հետ, հա, բարձր մոլորակներում, միջին մոլորակներում եւ ցածր մոլորակներում, սա ֆիզիկական գոյությանն է վերաբերում։ Երբ որ մենք ասում ենք դարաշրջան, դարաշրջանը դա հոգեբանության միասնությունն է։ Հասկանում եք, այսինքն ոսկե դարաշրջանում ապրում են կենդանեակներ, հա, որոնք իրանք ունեն իրանց այսպես միաձուլող, միաբանող հոգեբանություն։ Արծաթե դարաշրջանում իրանցը, բրոնզե դարաշրջանում իրանցը եւ կալի յուգայում իրանցը, հա։ Ես ճիշտ ասած 3 չէ, կներեք, շաբաթ օրը, հա, չէ, 3 եմ պատմել, լավ, ուրեմն դա ձեզ հասանելի չի, հիմա պիտի ստիպված կրկնեմ։ Ուրեմն ինչի մասին է այստեղ խոսքը, սիրելիներս։ Խոսքը կանում է նրանում, չէ, որ ոսկե դարաշրջանում ծնվում են նյութական աշխարհում այն կենդանի էակները, որոնք իրենք նյութական աշխարհում հասել են այն մակարդակի, որտեղ իրենց մեդիտացիայի ուրեմն բանում, իրենց մեդիտացիոն վիճակներում կարող են անմիջապես կապվել հոգևոր աշխարհի հետ, այսինքն ուղղակիորեն տեսնել հոգևոր աշխարհը, հա։ Այսինքն ոսկե դարաշրջանում ծնվում են այն կենդանեակները, որոնք իրենք Աստծո հետ ուղղակի կապ են կարողանում հաստատել։ Արծաթյա դարաշրջանում ծնվում են արդեն այն կենդանեակները, որոնք իրենք այդպես ուղղակի կապ հոգևոր աշխարհի հետ չեն կարող բանանել, հաստատել, հա, իրենց գիտակցությունը դեռ սահմանափակ է նյութական աշխարհով։ Բայց նյութական աշխարհում կա արարիչը, որը ինքը հասանելի է նյութական հայացքներ, նյութական աչքի համար, հա, եւ կան կիսաստվածները։ Եվ այստեղ, տեսեք, հավաքվում են այն կենդանեակները իրար հետ, հա, որոնք իրենք կարողանում են զոհագործության միջոցով ցանկություններ կատարել, եւ երբ որ իրենք զոհագործություններ են կատարում, արարիչը եւ կիսաստվածները անձամբ գալիս են։ Հասկանում եք, այսինքն սա այն կենդանեակներն են, որոնք իրանք դեռ այդպիսի մաքրություն չունեն, որ կարողանան անմիջապես կապ հաստատել հոգևոր աշխարհի հետ, բայց դեռ ունեն կամ արդեն ունեն այնպիսի որակավորում, որ կարողանան հանդիպել դրախտային մոլորակներում ապրող կենդանեակների հետ, կիսաստվածների եւ արարչի։ Հասկանում եք, չեմ ամենը կարողանում եմ բացատրեմ ինչ եմ ասում։ Հիմա, երբ որ գալիս է բրոնզե դարաշրջանը, չէ, բրոնզե դարաշրջանում նույնպես ծնվում են կրոնական շատ են ծնվում իմինը կրոնական կենդանեակներ, այսինքն տիեզերքում կրոնականությունն է դեռ իշխում, ինքն է վիդուշի, էլի, առաջնորդը ինքն է, հասկանում եք, տոկոսային տեսանկյունից ամենաշատը կրոնականությունն է ծաղկում, չէ, բայց այդ դարաշրջանում ծնվում են այն կենդանեակները, որոնք իրենք ոչ հոգևոր աշխարհի հետ կապ հաստատելու մաքրություն ունեն, ոչ էլ կիսաստվածների եւ արարչի հետ հանդիպելու որակավորում ունեն, հա, եւ այդ դարաշրջանում Գերագույն Աստծո անձնավորությունը եւ կիսաստվածները առաջարկում են կրոնական մարդկանց իրենց արձանները։ Այն ինչ որ հետագայում քրիստոնյաները կոչեցին կռապաշտություն։ Իրենք առաջարկում են արձանները,
Եվ խնդիրը ինքը այսպես է, ոնց որ պայմանագիրը ինքը այսպես է կնքվում, որ դուք այլևս չունեք այնպիսի մաքրություն, որ մենք անձամբ գանք ձեզ հետ շփվենք, հա? Այո, դուք հոգևոր մարդիկ եք, բայց հոգևոր կենդանի էակներ եք, սա ամբողջ տիեզերքի մասին է խոսքը։ Հոգևոր կենդանի էակներ եք, բայց դեռ չունեք այդ որակավորումը։ Ուրեմն, քանի դեռ չունեք այդ որակավորումը, մենք ձեզանից ծառայություն կընդունենք մեր արձանների միջոցով։ Երկրպագում եք մեր արձաններին, արտասանում եք նույն մանտրաները, մենք արձագանքում ենք, եւ եթե մենք ընդունել ենք ձեր զոհագործությունը, ապա դուք բարձ դա տեսնում եք, որովհետեւ տեղի է ունենում այն, ինչ որ դուք մեզանից խնդրել եք։ Եթե դա տեղի չի ունենում, դուք պետք է հասկանաք, որ զոհագործությունը չի ընդունվել։ Տեսեք, ասեք, չէ, բայց սա արդեն մի քիչ ցածր գիտակցություն ունեցող կենդանի էակների իրավիճակ է, չէ։ Եվ այստեղ մենք հենց այդպիսի իրադրություն էլ ստանում ենք։ Հասկանում եք, չէ, որ նույնիսկ ֆիլմերում, գրքերում, բան շատ է, չէ, այդպես նկարագրում, որպես այս շամանները, քրմերը, որպես խաբեբաներ, որ ասենք իրանք արդեն որ պահին ինչ իրենց ձեռք է տալիս, իրենք ասում են, այ աստվածները ինձ էսպես ասեցին, կամ այ տեսակ ինքը դիտավորալ ամեն ինչ այնպես է դասավորում, որ ինչ-որ մի սարսափելի բան լինի, հետո երբ որ այդ սարսափելի բանը լինում է, ասում է, այ, որովհետև դուք ինձի չլսեցիք, Աստծո խոսքը իմ միջոցով չլսեցիք, դրա համար պատժվեցիք, եւ այլն, էլի, դա ղեկավարելու ձև դարձավ։ Արդեն դարաշրջանը ինքը երբ որ սկսվում է, չէ, միշտ իրա մեջ ծնվում են այդ փուլի համար նախատեսված ամենաբարձր որակավորում ունեցողները, չէ, հետո երբ որ արդեն ասենք դարաշրջանը ինքը իջնում է, որ հիմա բրոնզե դարաշրջանից հետո պիտի լինի բանը, ասեք, աստվածամերժության դարաշրջանը, չէ, այդ երբ որ բրոնզե դարաշրջանը ինքը արդեն մոտենում է աստվածամերժության դարաշրջանին, իրա մեջ արդեն սկսում են ծնվել աստվածամերժերը կամաց, հա, եւ հենց այդ աստվածամերժ քրմերն են, որ սկսում են այդպիսի այլանդակություններ անել։ Հիմա, սիրելիներ, չէ, եւ գալիս է աստվածամերժության դարաշրջանը, այդտեղ ովքեր են ծնվում, այդտեղ ծնվում են այն բոլոր կենդանի էակները, ովքեր այն ոսկե, արծաթե, բրոնզե դարաշրջաններում, այսպես հետս հետե, քայլ առ քայլ, զիջել են մաքրության հանդեպ հակումը, զիջել են առաքինության հանդեպ հակումը, եւ իրանք մնացել են ընդամենը մի դաշտում, որն է այդ դաշտը։ Ես ունեմ արատավոր ցանկություններ եւ ուզում եմ ունենալ ազատություն դրանք բավարարել։ Հասկանում եք։ Եվ տեսեք, երբ որ գալիս է աստվածամերժության դարաշրջանը, չէ, այդտեղ տեղի է ունենում մի հատ շատ կարևոր բան։ Աստվածամերժերը իրենք արատը այն ինչ որ կրոնը կոչում է արատ, հայտարարում են բնական պահանջ, այսինքն որ դա բնությունն է այդպես ստեղծել մեզ եւ դիմադրել բնությանը ոչ մի իմաստ չունի, որ այն բնական պահանջները, որը կենդանեակը ինքը ունի, իրանք իրանց մեջ ոչ մի վատ բան չեն պարունակում, եւ կենդանեակին կամ մարդուն պետք է տալ ազատություն, որպեսզի ինքը բավարարի այդ ցանկությունները։ Եվ տեսեք, երբ որ աստվածամերժության դարաշրջանը ինքը հենված է սխալ տրադիցիաների կամ ազատության վրա։ Սխալ տրադիցիաները իրանց մեջ պարունակում են տառապանք, հիմնականում տղամարդիկ տառապանք են պատճառում կանանց։ Կներեք իհարկե, բայց այդպիսին է իրականությունը, չէ՞։ Եվ հիմա տեսեք, սիրելիներս, ուրեմն, աստվածամերժության դարաշրջանում ծնվում են արդեն այդպիսի հոգիները։
Եվ սովորաբար աստվածամերության դարաշրջանում ուրեմն կրոնականություն չկա։ Այն, որ հիմա մեր մոտ մոլորակի վրա կա կրոնականություն, դա տեղի ունենում միայն եւ միայն այն պատճառով մենք դա քննարկել ենք, որ 72 աստվածամերության դարաշրջանը մեկ, այդ կրոնականության դարաշրջանում կրոնականությունը կարողանում է շնչել։ Եվ մենք հիմա ապրում ենք հենց այդ շրջանում։ Ինչ կլինի ապագայում, չենք կարող ասել այս պահին։ Չէ, ուրեմն 4 վեդաները եւ 4 ժամանակաշրջանները։ 4 ժամանակաշրջանները հավաքվում են ըստ հոգեբանության։ Հիմա 4 կաստանները, դրա 4 գլուխը մարմնավորում են 4 կաստաները, այսինքն 4 կաստաների, սա գիտակցություն է, չէ, ինքը ունի 4 գլուխ, այսինքն 4 տեսակի արժեքային համակարգ ունենալու հնարավորություն, հա, մեկը դա 4 վեդաներն են, մյուսը դա կենդանիակը իր արժեքային համակարգով կարող է լինել 4 դարաշրջանների արժեքային համակարգին համաձայն արժեքային համակարգ ունեցող։ Հիմա 4 կաստանները, բրահմանները, քշատրիները, վայշիները եւ շուդրաները։ Մենք սրանց մասին շատ ենք խոսացել, դեռ շատ ենք խոսալու, հատկապես հիմա մտել ենք այդ հոգու մաքրագործման դասընթացներում, մտել ենք այդ շրջան, որտեղ այդտեղ շատ ենք խոսալու։ Այսինքն սրանք բանվոր գյուղացիական դասակարգն է, արդյունաբերող առևտրականների դասակարգն է, իշխանավոր զինվորների, ռազմիկների դասակարգն է, եւ ուրեմն հոգեվորական գիտնականների կամ ինտելեկտուալների դասակարգն է։ Չէ՞։ Հիմա այսինքն կենդանիակը իր հերթին այդ կարող է ունենալ 5 ունակություն, 4 ունակություն։ Հասկանում եք, ովքեր են շուդրաները։ Շուդրաները դա այն ազնվորություններն են, որոնք իրենք չունեն բարձր ինտելեկտ, սրանք գալիս են այդպես ինտելեկտի մակարդակով, հա, չունեն բարձր ինտելեկտուալ մակարդակ եւ շատ ցածր է առաքինության մակարդակը, եթե ընդհանրապես կա։ Հիմա հաջորդը դրանք առևտրականներն են։ Ովքեր են առևտրականները, հա, տեսեք։ Առևտրականները դրանք հասարակության բարգավաճությունը ապահովողներ են։ Հիմա, եթե դա առաքինի առևտրականներն են, չէ, իրանք ռեալ նպաստում են երկրի հասարակության բարգավաճմանը։ Եթե դրանք, ուրեմն, աստվածամերժության դարաշրջանի առևտրականներն են, ապա ուղղակի հակառակը։ Իրանք միշտ ձգտում են լինել այսպես կոչված ստվերային տնտեսության մաս, ինչու համար, որպեսզի կողոպտեն հասարակությունը։ Արդար են, թե անարդար են առևտրականները եւ իշխանավորները, դա երևում է մի սիմպտոմով։ Հասարակության մեջ աղքատներ կան, թե ոչ։ Հասկանում եք, արիական քաղաքակրթության մեջ, երբ որ մենք կարդում ենք նկարագիրները, չէ, այնտեղ նույնիսկ այն ազնվորությունները, որոնք իրենք համարվում են ստրուկ, իսկ մենք խոսացել ենք, որ իրանց ստրուկը խիստ տարբերվում էր մեր ստրուկից, հա, այդ նույնիսկ երբ որ նկարագրվում են այդ կենդանիակները, որոնք իրենք սահմանափակ են, հնարավորություն չունեն ազատ որոշումներ ընդունելու, որովհետև որակավորում չունեն դրա համար, չէ, իրանք նկարագրվում են որպես ազնվորություններ, որոնք ոտքից գլուխ ոսկի են հագած։ Հասկանում եք։ Եվ սա ազնիվ առևտրականների եւ ազնիվ իշխանավորների կազմված ուրեմն հասարակություններ։ Այստեղ ուրիշ ոչ մի ինչ ուզում է խոսան։ Խոսալ կարելի է ինչ ուզում ես, չէ՞։ Բայց պետք է նայել, թե կոնկրետ ինչ է տեղի ունենում։
Այև որ հասարակության մեջ կան աղքատներ, դա միանգամից նշանակում է, որ առևտրականների եւ իշխանավորների մեծ մասը ինքը երկիրը կողոպտող է, իր հասարակությունը կողոպտող է, ստվերային տնտեսության մաս է։ Հասկանում եք։ Տխուր է իհարկե, բայց դե ինչ անես, ասացա մեժության դարաշրջան է, այդպես էլ պետք է լիներ։ Հիմա, սիրելիներս, հաջորդը դա, ուրեմն բանն է, այդ 4 ուղղությունները, հա, ինչ է նշանակում, որ բանականությունը, հա, ինքը կարող է, բան էլի, այսպես, միանգամից ամեն ինչ տեսնել, եւ այդ ունակության հիմքի վրա կարող է արարել, ստեղծագործել։ Այսինքն, որ նյութական աշխարհում կենդանիակի ստեղծագործական պոտենցիան ինքը գծային չի, էլի, ռուսերեն կոչվում է многомерный, որ вообще չեմ կարող այդ խոսքը ասեմ, մի րոպե, մի հատ նայեմ։ Ոչ մի ծալքիս մեջ այդ խոսքը չկա, էլի։ Многомерность։ Բազմաչափ, լավ, թող լինի բազմաչափ, հա, այսինքն այդ բադելի многомерный, հա, բազմաչափ, հասկանում եք, եւ դա ուրեմն խոսում է դրա մասին։ Հիմա, եւ մի շատ հետաքրքիր թեմա կա այստեղ, դու այդ բաները մենք բաները հետագայում ավելի մանրամասն կնայենք, հա, եւ այստեղ մի շատ հետաքրքիր թեմա կա, դա մտքի եւ խոսքի 4 մակարդակներն են։ Արիացիները իրենք ասում են, որ մտքի եւ խոսքի մակարդակը, հա, ինքը կարող է լինել, առաջինը ինքը կոչվում է պարա, այսինքն բան, տրանսցենդենտալ ոգևորությունը, որը գալիս է բան էլի մտքից мысли, это а мысли մտքերից, հա, մտքերից ավելի առաջ։ Հաջորդը կոչվում է պաշյանտի, այսինքն, երբ որ կենդանիակը իր մտորումների process-ի մեջ ներքինը այդ գլխի մեջտեղի մասում պատկերացնում է, հա, վիզուալիզացիա է անում այն իմաստը, որը ինքը հասկացել է։ Հա, հաջորդը դա կոչվում է մաթյամա, այսինքն միտք, որը ինքը արդեն ձևավորվեց որպես բառ։ Հա, եւ վերջինը կոչվում է վայսկարի, ինքը արդեն բաների, այսպես սահուն բանն է, ռեչ, սահուն խոսքը, լավ այսպես ասենք, հա, այսինքն 4 գլուխները իրենք նաև մարմնավորում են այն ճանապարհը, որը բանականությունը ինքը անցնում է, հիմա պատկերավոր ասեմ էլի, լռությունից դեպի խոսք, հասկանում եք, չէ՞, ուրեմն փորձենք մի քիչ ավելի լայն խոսենք սրա մասին եւ այսօր երևի այդ բանով այս թեման այսօրվա մեր հանդիպումը կավարտենք, չէ՞։ Տեսեք, մենք դեռ չտեսանք այդ տեքստերը, չէ՞, բայց հեսա շուտով 2 տեքստ հետո մենք կկարդանք, որ Բրահման ինքը առաջի բանը, որ ինքը բան արեց, ինքը առաջի կենդանիակն է, որը լսել է այս նյութական աշխարհում առաջի ձայնային վիբրացիան, հա, դրա համար իրան համարում են բան էլի, այդ տիեզերական ձայնի մարմնավորում, որովհետև ինքը առաջինն է, ով որ լսել է վիբրացիա, ինքը ձայն կլսի, հա, ինքը առաջի ձայն լսողը ինքն է եղել, հա, եւ ասենք, թե ինչպես է գերագույն աստծո ազնվորությունը, կոպիտ ասած իր սրտի եղածը նյութական աշխարհում որպես ձայն դուրս բերում, հա, մենք տեքստ ենք ունենալու էլի,
երկու տեքստ հետո դրա համար հիմա դրա ուղղակի փաստ եմ ուզում շեշտեմ, որտեղ այստեղ մենք դες հետ խոսալու ենք հենց այդ process-ի մասին, չէ՞։ Ուրեմն ես ասեցի, որ պարավակ, ինքը այսպես է կոչվում, պարավակը, այսինքն այն ոնց ասեմ, էլի, այն խոսակցությունը, հա, որը դեռ արտահայտված չի։ Այս է կոչվում պարավակ, այսինքն անարտահայտ բառը։ Դա այն վիբրացիան է, որը ինքը բառը դեռ այդպես էլ այն գիտակցության մեջ գոյություն ունի։ Հա? Որտեղ է տեղավորված, вообще ընդհանրապես այդ բառ հակումը, ինչ է նշանակում, способность понимать речь, էլի, вот сама речь, որ ինքը գլխի մեջ կա, ինքը որտեղ է, ինքը տեղադրված է 7-րդ ճակրայում, սահասրարայում, հա? Հասկանում եք։ Հիմա այդ ճակրայի հետ ոնց է, էլի, երբ որ յոգերը, չէ, իրանք բարձրացնում են իրենց գիտակցությունը մինչև սահասրարա, չէ, առաջի բանը որ տեղի է ունենում, իրանք սկսում են, այսպես էլի, հիմա այսպես ասեմ, լսել աստվածային խոսքը, այսինքն яснослышание, ով ունի այդպիսի ունակություն, այդպիսի ունակություն ունեն միայն ինքնաիրականացված իմաստունները, յոգերը և բրահման, հասկանում եք, այսինքն այդ դա է, որ իրանք, ասենք, արիացիները վերջնականում նկարագրվում են, որպես այև որ կենդանիակը հիմա արդեն նյութական աշխարհից է բարձրանում վերև, չէ, սրանք բարդ թեմաներ են, էլի, երբ որ նյութական աշխարհից է բարձրանում վերև, չէ, ինքը հաստատվում է լռության մեջ, այսինքն ինքը բառը, ինքը խոսալու ունակությունը, ինքը կա, հա, բայց ազնվորությունը այլևս նյութական աշխարհի հետ չի խոսում, այև որ ինքը հաստատվում է լռության մեջ, հասկանում եք, այսա այդ պարավակ վիճակն է, ուրեմն մեկ ինքը կա սկզբում, մյուսը ինքը կա վերջում, այսինքն իջնելուց, որպեսզի բառ դուրս գա, ինքը կա սկզբում, և ինքը կա, երբ որ կենդանիակը ինքը արդեն հավաքում է իր նյութական գոյությունը, որպեսզի վերադառնա հոգևոր աշխարհ, չէ, այդ հավաքելուց ինքը գալիս է դեպի այդ լռության։ Հիմա հաջորդը դա պաշյանտի վակն էր, այսինքն այն բանը ռեչ, այն խոսքը, որը երևացող է, հա, սա այն խոսքն է, որը ինքը նկարագրում է պատկերներ, այդ ինչ-որ ես հիմա օրինակ, ամեն մեկս խոսում ենք այդ պաշյանտի վակով, հասկանում եք, դա ներքին խոսակցությունն է, հա, որտեղ կենդանիակը ինքը ունի իր մեջ, օրինակ ոնց ասեմ, եթե դուք ուշադրություն դարձնեք, չէ, դուք կտեսնեք, որ օրինակ ես այսա եթե ցույց տամ, չէ, եթե շատ ուշադիր լինեք, դուք միանգամից կտեսնեք, որ այդ առարկան հենց որ տեսնում եք, չէ, առարկայի տեսքը ինքը կա ձեր գլխի այդ մեջտեղի մասում, հա, և կա բառը, որը այդ առարկային վերաբերվում է, այսինքն իրար հետ դա հայտնվում է, առարկան տեսա միանգամից բառը եկավ գլխիս մեջտեղը, այս դա պաշյանտի վակն է, այսինքն դա այն խոսակցությունն է, որը արդեն կա, բայց դեռ չի արտահայտվել, հա, ուրեմն սա ինքը այստեղ երրորդ աչք է, մեջտեղը, հա, այս մակարդակի վրա, այսինքն այսպես է գիծ քաշվում և այսպես է գիծ քաշվում, այլ որտեղ որ այդ գիծը գլխի մեջ հատվում է, չէ, դա այդ վիզուալիզացիայի կետն է, հիմա, և ինչպես է ինքը արտահայտվում, ինքը արտահայտվում է այդպես, որ կենդանիակը ինքը իր ներսում կարողանում է պատկերներ տեսնել, ինքը կարողանում է, ասենք, այդ պատկերներ տեսնել անցյալի վերաբերյալ, ներկայի, ապագայի, առարկաների, իրավիճակների և այլն և այլն,
Այսինքն այս Պաշյանտի վակը դա խոսակցություն է, որը վիզուալիզացիայի միջոցով է արվում ներսում, հա? Այսինքն դա այն է, ինչը որ դու քո ներսում, եթե կարող ենք այսպես էլ ասենք, էլի, հանկարծակի կամ ոչ հանկարծակի, ինչ որ դու քո ներսում հասկացար, բայց դեռ բառեր չունես, որ արտահայտես այն ինչ որ քո ներսուց արդեն գիտես։ Հա? Սա նաև ինչը որ, ասենք, կենդանիակը ինքն իր ներսում տեսնում է, բայց դրա մասին չի խոսում։ Հիմա երրորդը դա մատյամավակն է, այսինքն միջին խոսքը, հա, սա ինչ է, սա այն է, երբ որ մտքում արդեն այդ բաներ, որ տեսա, վիզուալիզացիա արեցի, հա, հիմա այս նույն մտքում ձևավորվում է օբյեկտը որպես խոսք։ Կոպիտ ասած, ես սա տեսա, ինքը միանգամից գլխիս մեջ հայտնվեց, ես ասեցի մտքում, հա, սա մկնիկն էր։ Հա, այսինքն խոսքի մակարդակի վրա ճանաչել օբյեկտը։ Հասկանում եք, այս է այդ մատյամավակը։ Հասկանում եք, չի ասենք, արիացիները իրանք ինչ մանրամասներով են, չէ՞ նայում։ Հիմա իրանք ասում են, որ այդ մատյամավակը ինքը դեռ արդեն դա կոկորդի չակրան է, որտեղ ինքը տեղադրվեց այստեղ որպես խոսք, որը դեռ չի արտասանվել։ Հասկանում եք։ Տեսեք, այսինքն երբ որ մենք խոսում ենք ինքներս մեզ հետ մեր ներսում, չէ՞, դուք կարող եք տեսնել, որ բերանը փակ է, բայց դուք ձեր հետ խոսում եք կոկորդով։ Հասկանում եք։ Հա? Եվ երբ որ արդեն այդ դա խոսքն է, որը իջավ կոկորդ, հայտնվեց կոկորդում, բայց կենդանիակը դեռ չի խոսել։ Եվ վերջի էտապը դա արդեն այդ արտահայտված խոսքն է, որը ինքը կոչվում է վայքարի վակ։ Հա? Ինչ է նշանակում այդ վայքարի վակը։ Այսինքն դա արդեն այն է, ինչ որ ես հիմա անում եմ։ Ես խոսում եմ։ Բայց իմ ամեն մի խոսքը ինքը այդ 4 էտապով անցնում է, մինչև բերանից դուրս է գալիս։ Ուղղակի մենք դա չենք հետևում։ Դրա համար չենք զգում։ Հասկանում եք։ Եվ դա այդ բառի վերջի էտապն է։ Եվ Բրահմայի 4 գլուխները ինքը նաև այս process-ի մարմնավորումն է։ Հա։ Հիմա ինչու, ասենք, ինչից են էլի ենթադրում, որ Բրահմայի 4 գլուխները կապ ունեն ուրեմն կենդանիակի խոսալու ունակության հետ, չէ՞։ Որովհետև ինքը ընդունեց պարավակը, այսինքն Գերագույն Աստծո ազնվորությունից ընդունեց խոսքը, հա։ Ինքը իր մեջ տեսավ այդ խոսքի պատկերը, հա։ Ասմыслил, էլի։ Հասկացավ այդ պատկերը, ասմыслил խոսքն ով էր, որ ռուսերեն հասկանում, հայերեն հիմա իմաստավորեց այդ ուրեմն կերպարը, չէ՞, եւ խոսաց դրա մասին։ Հասկանում եք։ Դրա համար Տեր Բրահման ինքը համարվում է գիտելիքի առաջի ուսուցիչը։ Հա? Եվ ցանկացած գիտելիք, որը իջնում է Աստծուց, հա, ինքը պիտի անցնի այս 4 process-ների միջոցով, հա, որպեսզի դառնա լսված նյութական աշխարհում։ Հա? Եվ ուրեմն սա էր այն թեման, որ ինքը կապված էր նրա հետ, որ ընդհանրապես Տեր Բրահմայի 4 գլխի հետ։ Եվ ես չեմ ուզում անցնեմ ուրիշ թեմայի, որտեղ մենք մի թեման վերջացրեցինք, սա բավականին ծավալուն թեմա էր, եւ մնացածը Տեր Բրահմայի հետ կապված մնացած տվյալների մասին մենք արդեն ձեզ հետ կխոսենք Աստծո հաջողությամբ, եթե խաղաղություն լինի վաղը։ Ստեսություն ձեզ, իսկ այսօր այսքան։